հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի Շուշիի ազատագրման Պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական այսօրը հաղթանակի եւ խաղաղության տոնին մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև հայրենական պատերազմում եւ արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների եւ Բաքվում պահվող գերեվարված հայրենիների ու նրանց սիրելիների համար աղոթք բարձրացրեցինք այսելով երկնավորից նաև որ զորացնի մեր ժողովրդին դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները արկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արույության ոգով եւ առհայրենին սիրով կերտի բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը եւ բարոր մեր ժողովրդի կյանքը թող Աստծո սերը շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր եւ հավիտյան այս առիթով մեր շնորհավորանքն ենք վերստին բերում մեր սիրելի ժողովրդին նվիրական այսօրվա կապակցությամբ այսօրվա իշխանությունները բոլոր չորվա խորհրդի պահանջել ներողություն ճանապարհը բացեք շարունակում եք Վեհաբար դուք քննադատեցիք Բալչյան երկրների հայոց թեմի առաջնորդին, բայց լուր եք երբ օրինակ Տավուշի թեմի առաջնորդը կամ Շիրակի թեմի առաջնորդն են աննախադեպ սուր քաղաքական հայտարարություններ անում։ Կասեք, սա ինչով է պայմանավորված, ձեր ձեռքը պահեք ձեր։ Վեհաբար փորձությունների մասին եք խոսել։ Իշխանություններին էլ եք համարում փորձություն, որը պիտի հաղթահարեն։ Բայց մի բրդակեր Նիկոլ Փաշինյանի հարցազրույց այսօր հարցազրույց չեն տալիս։ Մախո Շրջան, թողեք։ Բոլոր ձեր հարցերը տեղեկատվական միջոցով մեզ թողեք։ Ես առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի ախրանիկներից տարբերվել։ ավելի ազատ եք փորձ ունեք եղավ դուք իսկ կմաղթեք այսօր ակորդ կապած ես համար երաթոն է այսօր շատերի համար այլևս միատոն է դարձել այսօր թողեք հապասի կասկան ասել երաթոն է Շուշի ազատագրման օրն է շնորհավոր եք այդ կապակցությամբ Շրջան Սփազան ճիշտ է դες հանգարվում բոլոր ձեր հարցերը տեղեկատվական միջոցով խնդրում եմ Որովհետեւ այդ կապված չէ միջոցին շատ լավ է Վեհաբար Տերանյանից հարց է առաջանում ինչու Ռուսաստանի նախագահը ձեզ մեդալով պարգևատրեց կպարզաբանեք սա Իվերջո անցած մարդիկ եկել են հոգևոր դասի գնահատականներն ակնկալում։ Խափորի Կարո։ Մենք պատմենք որ իշխանությունների
Ոնց եք ճանաչում որտեղ Ձեզ կորեկտ պահեք։ Ձեզ կորեկտ պահեք։ Աստված է։ Ձեզ կորեկտ պահեք շարունակեք։ Ձեր կարծիքը պահեք ձեզ կարող եք։ Դուք չեք կարող հիմա մի երկու բան ներկայացնել։ Եվ տարակուսելի չի, որ հոգևորականի ունեցված ապօրինի գույքի բանով անցնում է, ասում են հոգևորականները այտենց մեծ միջոցներ չունեն, ձեզ որտեղից։